Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքային ոստիկանության գլխավոր վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Անդրադառնալով աշխատանքի կազմակերպմանը Կամո Ցուցուլյանը կարևորել է ստորաբաժանումների պատասխանատվության գոտիների վերլուծությունն ու խնդիրների գույքագրումը։ Ըստ նրա աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է յուրաքանչյուր տարածքի առանձնահատկություններից բխող թիրախային միջոցառումների իրականացմամբ ու ոստիկանության հենասյունային մյուս ուղղությունների հետ սերտ համագործակցությամբ։ Ոստիկանության պետը հանձնարարել է հակաօրինական ցանկացած դրսևորման դեմ ծավալել անաչառ ու հետևողական պայքար, նշելով, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է ցուցաբերի վճռականություն ու պատասխանատվություն իր վարքով ձևավորելով ոստիկանի օրինակելի կերպար։ Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրման հանցագործությունների կանխման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները, կատարելագործել ընտանեկան բռնության եւ անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների կանխարգելման գործիքակազմերը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը ամփոփ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները վստահեցրել է, որ վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ողջ ռեսուրսը կուղղվի նախանշված առաջնահերթությունների իրագործմանն ու բացթողումների շտկմանը։ Քննարկվել են նաեւ կարգապահական, մասնագիտական պատրաստվածության եւ ծառայողական բնույթի այլ հարցեր։